Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Կխնդրեմ հաղորդման ընթացքում չմոռանաք ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, որը որ շատ կարևոր է ինձ համար, հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Այսօր ուզում եմ խոսամ այսպես կոչված այլընտրանքային ծառայության մասին, որը որ առաջարկում է մեր իշխանությունները 27-ից 37 տարեկան տղամարդկանց, ովքեր որ ինչ-ինչ պատճառներով չեն եղել Հայաստանում եւ չեն կարողացել ծառայել հայոց բանակում, այս ծրագրով այսպես կոչված քեզի հնարավորություն են տալի, որ դու կարողանաս պարտքը տաս հայրենիքի հանդեպ։ Ես դե մի քանի նշումներ եմ արել, ժողովուրդ ջան, շատ կարևոր որ չմոռանամ, ուրեմն մոտավորապես սենց բան են առաջարկում, կամ ծառայում ես 2 տարի նորմալ եւ ոչ մի բան չես վճարում, գալիս ես Հայաստան իհարկե, կամ ծառայում ես 1 տարի եւ վճարում ես 2.5 միլիոն դրամ, կամ ծառայում ես ընդամենը 6 ամիս եւ վճարում ես 5 միլիոն դրամ, կամ ծառայում ես 1 ամիս ժամկետով եւ վճարում ես 10 միլիոն դրամ։ Իհարկե, եթե вообще չես ուզում ծառայես, վճարում ես 15 միլիոն դրամ։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, եւ գիտեք, որ նա պաշտոնական բացատրությունը, որ պետությունը փորձում է հաշվի առնել այն մարդկանց, ովքեր որ արդեն կայացել են դուրսը, ընտանիք ունեն, պարտականություններ ունեն եւ ինչ-ինչ պատճառներով չեն կարող ծառայել հայոց բանակում եւ այս հնարավորությամբ, հա, կամ մի քիչ կծառայեն, կամ կվճարեն, вообще չեն ծառայի, բայց դե հարց առաջանում, բա այն մարդիկ, ովքեր որ այս նույն կարգավիճակում են, հա, եւ ընտանիք ունեն, եւ պատասխանատվություն ունեն, հա, եւ երեխեք ունեն, եւ լիքը բան ունեն հլը անելու, բայց այս քանակի վճարում չենք, այսինքն ինչքան էր 15 միլիոն դրամ չեն կարող վճարել, որ բանակ չեթան։ Այսինքն իրանց ինչա սպասվում։ Այս հարցը, այսինքն արդեն այն որ ասում է հավասարության կշիռը արդեն խախտել է։ Տարբերություն ես դնում մարդկանց մեջ, որը որ անդրադառնալու է զինվորի հոգեբանության վրա։ Եկեք մի հատ հասկանանք պետության, հա, տրամաբանությունը, պետությունը ասում է կան մարդիկ, ովքեր որ երկար ժամանակ խուսափել են ծառայությունից, կան մարդիկ, որ կամ չեն ուզում ծառայեն, կամ չեն կարող ծառայեն եւ այլն։ Եվ այս մարդիկ գտնվում են ինչ-որ մի ստվերային այդ վիճակում իրավական հարթության վրա եւ պետությունը փորձ է անում այդ ստվերային իրավիճակից այս մարդկանց դուրս բերել եւ ինչու՞ չէ, ձեռի հետ էլ մի քիչ գումար աշխատել եւ այս գումարը ուղղել մեր բանակի կարիքների համար, այդ տարիների կուտակված այդ կարիքները կարելի է այս գումարներով այն որ ասում այդ ինչ որ մի հարցեր լուծել։ Առաջի այդ հայացքից, երբ որ այս տեսանկյունից ես նայում, սենց թվում է թե վատ չի, հա, սենց է սկզբից թվում։ Չէ որ այս մարդիկ վերջով ստանում են իրավական հարթության վրա հստակություն, այս մարդիկ այտենց անորոշության մեջ չեն լինում, պետությունը կարողանում է լրացուցիչ գումարներ աշխատել, հա, ուղղել մեր բանակին եւ կյանքի տարբեր հարթության վրա արդեն գտնվող մարդկանց չի դնում ասում նույն հարթության վրա, հա, այս սկզբից էսա այն որ ասում մոտը տպավորվում, բայց ամենակարևորը ստե հենց այդ բայցն է։ Հիմա հենց այդ վտանգավոր բայցի մասին, հա, եթե կա վճարելու տարբերակ, այսինքն ավտոմատ կերպով մարդկանց բաժանում եք երկու մասի։ Նրանք ովքեր կարող են վճարել եւ նրանք ովքեր չեն կարող վճարել։ Այսինքն այն սկզբից որ ես ասում էի այլընտրանք, հա, որ մարդուն տալիս են ընտրություն ոնց ծառայի, այս երբ որ գալիս ես հասնում ես այս բա եւ իրականության հետ ես արդեն այն որ ասում է հանդիպում եւ պատկերացնում ոնց է լինելու այս գործընթացը, որ մարդկանց բաժանելու են երկու մասի, ովքեր վճարելու են, ովքեր ոչ, սա էլ արդեն ընտրություն չի, սա արդեն սոցիալական ֆիլտր է, հասկանում եք, ինչ ծանր հոգեբանական հարված է ցանկացած զինվորի համար։ Ցանկացած բանակը չի կարող դառնալ այն վայրը, որտեղ որ հավաքվելու են այն մարդիկ, ովքեր որ ի վիճակի չեն 15 միլիոն դրամ վճարել, հա, եւ ստիպված են լինելու գնալ կանգնել դիրքերը, եւ կանգնելով այդ դիրքերը նայելով իր կողքին եւ տեսնելով որ չկա այն իր ծանոթ մարդը,
որտեվ այդ իրա ծանոթ մարդը արդեն կարողացել է 15 միլիոն դրամ վճարել, իսկ ինքը չի կարողացել վճարել։ Դուք հասկանում եք իր հոգեկան ծանր վիճակը եւ ինքը ինչ սրտով է մեր երկրի սահմանները եւ մեր երկրի ամբողջականությունը պաշտպանելու։ Վերջով ձեր տունը ո՞նց է պաշտպանելու։ Սա ինչ մի խայտարակ ինչ որ մտածելակերպ է։ Սա այլընտրանք չի։ Նորից կրկնում եմ, սա սոցիալական ֆիլտր է։ Ու ինչ է ստացվում, որ մարդկանց մոտ ձևավորելու է մի մտածելակերպ, որ ծառայելը հայոց բանակում դա բոլորի համար չէ, այ որոշ մարդկանց համար է, հա, ովքեր որ վճարունակ չեն, օրինակի համար։ Հասկանում եք, եւ ողջ համակարգի հանդեպ ժամանակի ընթացքում իհարկե ոչ թե հենց առաջի օրը կամ երկրորդ օրը, ժամանակի ընթացքում ողջ համակարգի հանդեպ կորցնելու են այդ վստահությունը եւ ժողովուրդն էլա կորցնելու այդ վստահությունը, հա։ Եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որ խաղաղությունը, գիտեք ինչ, խաղաղություն, անվտանգությունը մեզ համար ասենց օդի ու ջրի նման մի բան է։ Մեր տարածաշրջանում մենք ունենք այն հարևանները, որ ամեն պահի, ամեն մի որ ասում է սուր կամ սադրիչ քայլի կեթան, որ վերջացնեն եւ վերջ դնեն հայոց պետականությանը։ Ունեն կողքներս երկու հատ թուրք, վերևներ մի հատ սիպտակ թուրք, որը որ ամեն օր արդեն ուղիղ ամեն օր ասում է, որ հայոց պետականությունը պետքա գոյություն չունենա։ Այն վաղ Ծալավիովն ասեց, հիմա Դուգինա ինչա մել է ասում, հա։ Սրան էլ գումարած հայի ազգանունով որոշ ամբարոյականներն են սրանց պաշտպանում եւ մեր համար, մեր պետականության համար կասկածի տակ դնել բանակի եւ вообще զինված ուժերի կառույցի հանդեպ վստահությունը, սա շատ լուրջ հարված է լինելու մեզ համար։ Եվ հիմա հարց մասնագետներին, հա, երկարաժամկետ իմաստով այս ծրագիրը ինչ օգուտներ է բերելու Հայաստանի բանակին եւ հայոց պետականությունը, թե սա միայն փողաշխատելու տարբերակ է։ Եթե այս հարցի իրական, ոչ թե ինչ որ սիրուն խոսքեր կամ բան, իրական այս հարցի պատասխանը եթե չկա, ուրեմն այս ծրագիրը դեռ խակ է, այս ծրագիրը ընդունել չի կարելի։ Հասկանում եք։ Հիմա նայեք, ժողովուրդ ջան, ես չեմ ասում, որ ամեն ինչ պետք է մերժել, ամեն ինչ պետք է քարկոծել, ամեն ինչի մեջ վատը տենալ, բայց տրամաբանել մենք պետք է ունենանք, չէ՞։ Մենք պետք է նստենք եւ տրամաբանենք եւ հասկանանք որն է մեր լավը, որն է մեր վատը։ Մենք այն ազգերից ենք, որը ունի առելի սփյուռք։ Սփյուռքը ավելի մեծ է, քան թե բուն Հայաստանի մեջի ապրող մարդիկ։ Մեր նպատակ, իսկ ընդհանուր մեր նպատակը որն է, որ մենք շատանանք, եւ մեր շատանալը դա կլինի միայն այն դեպքում, երբ որ աշխարհի հայերը ինչ որ մի ձև կապված կլինեն Հայաստանի հետ, կգան Հայաստան, միգուցե մի հատ ծրագիր մշակեիք, հա, այդ ծրագրի տեղը, որ այդ տղաները գային Հայաստան, կարող է մի հատ աղջիկ տենային, այդ աղջիկը դուրները գար, ամուսնանային, երեխա ունենային, մեր ազգը շատանար, մեծանար, հետ գային Հայաստան, գուցե ապրեին, հա, ընտանիքներ կազմեին։ Դուք sense ծրագրերը թողած, եկեք փող տվեք մի ամիս ծառայեք, եկեք փող տվեք, չգիտեմ, 12 ամիս ծառայեք։ Դուք սփյուռքի համար ոչ մի բան չեք անում։ Առանց հասկանալու, որ առանց սփյուռք, ես չգիտեմ Հայաստանը ոնց է ապրելու։ Ես մի քանի անգամ ասել եմ, էլի ուզում եմ ասեմ, առանց սփյուռք Հայաստան գոյություն չէր ունենա։ Ընդհանրապես ձև չկար։ Այն Հայաստանում գտնվող մարդկանց մեծամասնությունը էլի սփյուռքից են եկել։ Ես ուզում եմ հիշեցնեմ, հələ սովետը գիտես ինչքան սփյուռքից մարդու գլուխ կերավ։ Ժամանակին սովետը խափին հայերին բերին, հետո սկսան այդ մարդկանց գլուխները ուտել, գիտեք։ Սրա մասին խաբար եք, մի հատ ղրգեք այդ ռուսամետներին, մատ ասեք, այս պատմության տարիքովները շատ լավ այս պատմությունների մասին կիմանան, թե Ֆրանսիայից ինչքան հայեր բերին գլուխները, կերան, խափին, տարան Սիբիրները աշխատցրին։ Այս պատմությունների մասին մանավանդ տարիքով մարդիկ շատ լավ կիմանան։ Մի հատ ղրգեք այդ ռուսի համար ղժժացողներին, հա։ Մեկ էլ մի հատ հարց եմ էլի ուզում տամ, ազգայինականներ ուր եք։ Այդ սրանց, հա, սրանց ինչի չեք պատասխանում։ Նույնիսկ տպավորությունն է, որ սրանց մենակ ես եմ պատասխանում, մեկ էլ մի երկու հոգի ինպես սովորական բլոգերներ։ Բազգայինականներ եք, հələ մեր երկրի
հա, մեր երկրին աթաթայ են տալի, մեր երկրին ասում են մտնելու ենք վայենի ուժով ձեր անկախությունը вообще վերացնեին, դու գին ինչ էր ասում, դու պետք է չունենաք ախպեր անկախություն։ Կներեք, եթե դրա ազգանունը սխալ եմ ասում, ժողովուրդ ջան։ Ես դուգինա, դուբինա, ինչա, կապ չունի։ Вообще ինքը իրան ազգանունով չի էլ կարելի դիմել։ Ու այս հրանց պաշտպանողներ կան։ Հա, մարդիկ կան, որ կամերանք ասես դնում են դեմները, հելնում են, ասում են Ռուսաստանը սենց հա, նենց հա, մեռնի, ու սրանց ոչ մեկ որն է, ես պատասխան տալիս եմ, էլի մի քանի բլոգեր ապրեն, հելնում պատասխան են տալիս, հա, բայց չեմ տենում, որ ազգայինականները հելնեն պատասխան տան։ Մի հատ սրանց տեղը դնեն։ Այդ ո՞նց ալնու որ։ Այսի մատ կդրեք գրգեք ձեր իմացած ազգայինական ուժերին, ասեք ո՞նց ալնում սրանց պատասխան չեք տալի։ Կամ ինչու չեք տալի։ Այ քեզ բան, հետաքրքիր է էլի։ Հա լավ կարող է ես չգիտեմ, ընձի չեք սիրում, կարող է այն մեկին չեք սիրում, կարող է իմ կարծիքները չեք կիսում։ Արա բայց այս հարցում էլ թոպտի իրար է տնենք։ Հայաստանի անվտանգության հարցն աստ է։ Ինչի սրանց պատասխան չեք տալի։ Մի խոսքով, վերադառնալով մեր թեմային, ծրագրեր պետք է լինեն, որ սփյուռքը կապված լինի Հայաստանի հետ։ Դե ասեցի, որ մարդիկ գան, տենան, ամուսնանան, ինչքան տղա կա դուսը, այդքան էլ աղջիկ կա դուսը։ Այդ տղեկը քրերել ունեն, հասկանում ես։ Կամ вообще աղջիկներ կան, որ աղբերներ էլ չունեն, տես դուսն են, որտեվ մարդիկ նես չի, որ փախել են բանակից, շատերը հեռացել են Հայաստանից, սոցիալական պայմաններից, անարդարության պայմաններից, ոչ թե միայն բանակ։ Հրսել է հարցել կա, մարդիկ ինչի են այդ բանակից խուսափե։ Բա հարց չես տալի պետություն էս խի էր ես դեվ բարդակ վիճակ քո բանակում, որ սա խուսափել են։ Այս հարցին էլ պետք է պետությունը պատասխան տա։ Ուրեմն Սփյուռքի մասին շարունակելով, նայեք, հենուրը մի հատ բան էր պետք։ Մի հատ դրամի հաշիվ էր պետք, դրամ, ասենք ասում են բանկի մի հատ ինչ-որ վիրտուալ թեկուզ հեռահար, ինչ-որ մի հաշիվ, որտեղ որ կարելի է դրամ ստանալ կամ փոխանցել եւ այլն։ Մատ Սփյուռքից է, չէ՞, մի հատ բան ես ուզում անես, չկա, սաղ փագա քո համար, ասում ես հայկական չկա, հայկական բաներ չկա, դոկումենտներ չկա, օտար երկրի դոկումենտներ։ Ձև կա մեր համար Հայաստանում ինչ-որ մի հատ բանկային հաշիվ ունենաս, մի բան, ձև կա ունենաս, չէ, չկա, ապեր։ Մոռացի։ Ինչ կարանք անենք, բա, արիստե, ոնց գամտ է, ախպեր, ես տե, դուք տե, ոնց գամտ է։ Հասկանում եք, ես բան չունեմ ասելու, այո, շատ երկրներում դու պետք է ունենաս տվյալ երկրի անձնագիրը, որ դու ունենաս հաշիվ, շատ երկրներում։ Չեմ բողոքվում, էդի է ձևա, բան չունեմ ասելու, բայց հաշվի առեք, որ մենք ունենք ավելի շատ հայ դուսը, քան թե ներսը, եւ մեր այդ հատկությունը հաշվի առնելով պետք է մի հատ օրենք լինի, որ դրսի հայերը ինչ որ կերպ ավելի շատ կապված լինեն Հայաստանի հետ, որտեվ սա է միակ փրկությունը, որ կապված լինեն Հայաստանի հետ, քո շանսերը մեծանում է, որ վաղը այդ մարդը ինչ որ մի կերպ կվերադառնա Հայաստան, ինչ որ մի գործ կսկսի Հայաստանում թեկուս, հասկանում եք, բայց դուք տենց եք անում, որ вообще ձև չլինի, մի հատ բանկի հաշիվ էլ չես կարող բացես, թեկուզ վիրտուալ ձևով, հեռավոր ձևով, սենց հեշտ լինի, հանգիստ լինի, չգիտեմ, հեռախոսով մի հատ կուզենա թեկուզ սահմանափակումներով, բայց մի հատ հաշիվ ունենա կամ մի ուրիշ մի բան, չէ, եկեք վճարվեք, գնացեք ծառայեք։ Սա է ուզում ասել, ժողովուրդ ջան, որը որ շատ կարևոր է եւ եղեք շատ ուշադիր։ Մի տրվեք, որտեվ շատ ուժեղ ինֆորմացիոն պատերազմ է գնում Հայաստանում, մանավանդ այդ ռսամեյտների կողմից, փորձում են մարդկանց մանիպուլացնել, եղեք ուշադիր, չտրվեք սադրանքներին, չտրվեք դրանց, այն որ ասում է կեղտոտ նորություններին, որոնք որ ցանկություն ունեն ազդել ձեր ուղեղի վրա։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։